Սրբազան պայքարի տասնյակ աջակիցներ քայլերթով հասնում են ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, որ շնորհավորեն արդեն 330 օր կալանավորված Բագրատ arczepiskopos-ի ծննդյան 55-ամյակը։ Ազատություն սրբազանին վանկարկումներով են ծննդյան տորթի մոմերը վառում սրբազանի աջակիցներն ու ընկերները ԱԱԾ շենքի բակում։ Համազգային ամոթն է, որ Սրբազանը այս պատերով մեզնից բաժանված է։ Մի բան էլ ասեմ, որ Սրբազանին բանտարկողները, ես անուններ չեմ տալու, այդ մարդիկ արժանի չեն այսօր իրենց անունները տալու, բայց Սրբազանին բանտարկողները իրենց են բանտարկել մթի ու խավարի մեջ։ Իրենք ուղղակի չեն գիտակցում, չեն հասկանում ինչ են անում, ինչով են զբաղվում այսօր։ Սրբազանին ուղղված շնորհավորական տասնյակ նամակներ կան խորհրդարանի Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանի ձեռքին։ ԱԱԾ-ի դիմաց հավաքվածներն են նաև տեղում գրում իրենց բարեմաղթանքները սրբազան պայքարի առաջնորդին, որ փաստաբանը փոխանցի։ Մենակ երջանիկ մարդը կարա այսպես մեր հայրենակիցները ճանաչող չճանաչող բարեմաղթանքներ փոխանցի։ Եվ իրականում այսօր մի բան նկատեցի սոցիալական ցանցերում գրեթե տիրապետողը Սրբազանն էր, իր նկարները, ամեն մեկը իր հուշերով Սրբազանի հետ։ Անազատության 11 ամիսներին 55-ամյա Բագրատ Սրբազանը հարստացրել է պարսկերենի իր գիտելիքները, ասում է փաստաբանը։ Ամեն տեսակցությունից հետո մի նոր զարմանք է ապրում Սերգեյ Հարությունյանը։ Միշտ գալիս է, հետարքիր նոր բառեր է ասում, հետարքիր նոր գրքեր է պարսկերեն կարդացած լինում եւ քննարկում ենք այդ ամենը։ Դրանից զատ վերջի ամիսներին Բագրատ Սրբազանը խորացված կերպով անգիր է արել Նարեկացին եւ շատ հետարքրական եւ խորհրդավոր է, երբ որ այդ տեսակցության սրահում, որտեղ մի քիչ լուսավորությունը այդքան էլ լավ չէ, Բագրատ Սրբազանը արտասանում է Նարեկացի։ Հակաեկեղեցական արշավի առաջին կալանավորն է Սրբազանը։ Բագրատ arczepiskopos-ի աջակիցները ասում են, որ եկեղեցու դեմ իշխանական արշավը 2018-ից է սկսվել։ Օգոստոս ամիսն էր 18 թվականների, թերթերի խմբագիրներ, հեռուստատեսության լուրերի տնօրենների մի խմբով վեհապար հետ հանդիպանը։ Ու ես լավ եմ հիշում, որ վեհապարին մենք ասում ենք վեհապար աղանդավորի հետ գործ ունենք, ու ինքը շատ արագ սրա եկեղեցու դեմ արշավը։ Չեք հիշում, երթեր էին անում, վեհապարի հրաժարական էին պահանջում, որ ամբողջությամբ իշխանության աջակցությունն են վայելում։ Բայց դրա նման բոլշևիկներն են եկել կորը։ Իբր ահաբեկչություն նախապատրաստելու համար մեղադրվող Բագրատ arczepiskopos-ի եւ նրա 17 աջակիցների անմեղությունն ավելի ցցուն է դառնում ամեն դատական նիստից հետո, նկատում է Սրբազան պայքարի աջակից Գևորգ Թամրազյանը։ Այս են դատական նիստերն են, որ իրանք ինչքան էլ փորձում են Բագրատ Սրբազանին դարձնել ահաբեկիչ, բայց հակառակը դուրս է գալիս այնպես, բոլոր մեր հանրությունը տեսնում է, որ Բագրատ Սրբազանը ահաբեկիչ չէ։ Հայրենիքի սիրով ապրող մարդը չի կարող ահաբեկիչ լինել։ Վաղը ժամը 15-ին Բագրատ Սրբազանի եւ նրա 17 աջակիցների գործով հերթական դատական նիստն է, դատարանն ապացույցներն է հետազոտելու։ Էդգար Ղուշչյան, Առաքել Օհանյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։